Հղիությունը սա հիվանդություն չէ, սա մի վիճակ է, որը ֆիզիոլոգիական process է կնոջ օրգանիզմի համար։ Այսինքն կնոջ օրգանիզմում այդ հղիության ընթացքում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, բայց ֆիզիոլոգիական, այսինքն ոչ ախտաբանական, այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղված են այն բանի, որպեսզի պահպանել այդ լրիվ օտար մարմինը, օտար մարդը իրեն առանձին արյան համակարգով, առանձին իրեն սիստեմ համակարգերով կնոջ օրգանիզմում, որ պահպանվի, ապրի, մեծանա եւ զարգանա։ Եվ այս ամբողջ ընթացքը պետք է կինը սիրով տանի։ Այո, փոփոխություններ տեղի ունենում են, այո, ահռելի փոփոխություններ են տեղի ունենում կնոջ ամբողջ օրգան համակարգերում, բայց սրանք ֆիզիոլոգիական են։ Եվ կինը պետք է հիշի, որ այս 9 ամսվա ընթացքում սա այն ժամանակահատվածն է, երբ կինը 24/7-ի վրա իր բալիկի հետ է լինում։ Եվ այս 24/7-ի վրա կնոջից է կախված իր բալիկի ինչպիսի լինելը։ Այսինքն կինը շնչում է, դրանով պտուղնել է սնվում։ Կինը ուտում է, պտղինել է ծննդամթերք անցնում։ Սա այն լավ ժամանակահատվածն է, որը միշտ իհարկե կնոջից կախված է շատ բան, բայց այս դեպքում 100%-ով կնոջից է կախված, բայց սա ֆիզիոլոգիական եւ շատ նորմալ ընթացք է։ Գիտեք, ընդհանրապես մազահեռացումը հղիության ընթացքում ցանկալի չէ, որովհետև դե կան էլեկտրոնային, լազերային, շատ դեպքերում ասում են, որ լազերայինը անվնաս է, բայց եթե տոկի հետ, էլեկտրականության հետ մենք գործ ունենք, մենք ընդհանրապես խուսափում ենք։ Կա նաև այսպես կոչված շուգրինգ հանելը, որ դա ինքը բացասական չի կարող ազդել հղիության ընթացքի վրա։ Ուղղակի պետք է իմանալ, որ եթե որոշակի ցավային ինչ-որ նշան կա, որ հանկարծակի այդ ցավը բացասաբար չազդի կնոջ վրա։ Ցավի զգացողությունը կարող է հանկարծակի բերել արգանդի տոնուսի բարձրացման։ Դա ոչ թե վնաս է, այն կարող է բացասաբար անդրադառնալ։ Կարելի է մի փոքր զգուշությամբ գնալ այդ շուգրինգինը, իսկ էլեկտրոնային այդ ասեղայինը, լազերայինը ես խորհուրդ կտայի խուսափել։ Կան հատուկ նյութեր մազերի ներկման համար, որոնց մեջ ամիակ չկա։ Եթե ամիակ կա, իրենք տոքսիկ են հղի համար։ Պետք է շատ զգուշ լինել նամանավանդ հղիության առաջին 3 ամիսը։ Նոր ձևավորվում է պտղի օրգանները բոլորը։ Հատ-հատ, ամեն օր, ամեն ժամ եւ ամեն րոպե բջիջները տրոհվում են եւ ինչ-որ մի նոր օրգան է այնտեղ առաջանում։ Եվ ցանկացած մի փոքր տոքսիկ ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ պտղի գենետիկ ֆոնդի վրա, պտղի այդ տվյալ օրգանի զարգացման վրա։ Մինչև 12 շաբաթականը խնդրում եմ խուսափել։ Իսկ կատարելուց հետո պետք է վարսավիրանոցում արդեն վարսավիրինին պետք է ասել, որ առանց ամիակի իրենք ունեն հատուկ նյութեր, որով հղիներին թույլատրվում է։ Շիլակ չէ, գերլակ ասելը դա ինքը այդքան տոքսիկ չէ։ Բայց տեսեք, երբ մենք դա անում ենք, իսկ կնոջ օրգանիզմում այդ ֆիզիոլոգիական փոփոխությունները կալցիի ուժեղ փոփոխականությունը բարձրանում է, կինը կալցին տալիս է պտղին, կարող է անգամ իրեն մոտ դեֆիցիտ առաջանա, այդ դեպքում երբ չի շնչում, առանց դրա ինքը ծանր է, այսպես թե այնպես, դա ոչ թե բացասական է, ուղղակի երկարատև է ազդեցությունը։ Իմ խորհուրդն է ուղղակի, դա բացասաբար չի կարող անդրադառնալ, բայց իմ խորհուրդն է, որպեսզի ընդամենը մի քանի ամսվա ընթացքում անցնել ավելի թեթև լակերի, հետո նորից կարող են անցնել այդ շլակ, այդ ծանր լակերին, որտեղ այդ շլակն էլ ինքը հատուկ նյութով պետք է անցկացվի, շլակը ինքը մի քիչ ավելի երկար է մնում, գոնե 12 շաբաթականից հետո։ Իսկ գիտենք, որ կերակրման ժամանակ էլ մենք ասում ենք, գիտեք, ավելի լավ կլինի, որ եղունգները չլինեն, որ եղունգների վրա ոչ մի բան կսված չլինի, այդպես ավելի շատ ես միշտ ասում եմ ցանկալի չէ տվյալ դեպքում, սա այն տոքսիկ նյութը չէ։ Կոպիտ մերսումները
Սա չի կարելի։ Կա մեղմ մերսումներ, որը որ լավացնում է արյան շրջանառությունը։ Մերսումները պետք է իհարկե զգուշությամբ անել ստորին վերջույթներին, որովհետև հղիության ընթացքում մենք օրգանիզմում ունենք որոշակի արյան կանգ։ Նամանավանդ այն կանանց մոտ, ովքեր ավելի կանգնած են ոտքի վրա, օրինակ նույն վարսահարդարները կամ վիրաբույժ կանայք, ոտքի վրա շատ կանգնած լինելով եւ հղիությունը նպաստում է կանգային վիճակի։ Գիտեք, հղիության ընթացքում կա պրոգեստերոն հորմոնը, որը պետք է պահպանի հղիությունը։ Պրոգեստերոն հորմոնը լայնացնում է թե անոթները, այնտեղ թե անգամ աղիներում եւ որոշակի կանգ է առաջացնում։ Հիմա եթե մենք գնում ենք մերսմանը, պետք է զգուշ լինենք, որ հանգարցակի, եթե այդ կանգային համակարգի հետ կինը ունի երակների վարիկոզ լայնացում, կարող է լինել փոքրիկ տրոմբեր եւ մերսումը անջատի, կոպիտ մերսումը կարող է անջատի այդ տրոմբը եւ տրոմբը գնա արյան հոսք, որը որ կարող է խցանել մայր պտուղ արյան շրջանառությունը։ Դա ես ասում եմ, կարող է։ Ուստի հղիության ընթացքում ինչու ոչ մերսումները կարելի է, որովհետև դրա շնորհիվ մենք կունենանք շատ լավ արյան շրջանառություն, բայց ոչ կոպիտ։ Եվ բոլոր հատվածների բացի որովայնի։ Կինը 12 շաբաթականից հետո իրավունք չունի որովայնի վրա, փորի վրա պառկելը, որովհետև դրանով նա կսեղմի արդեն փորին։ Ինչի եմ ես ասում 12 շաբաթականից հետո չի կարելի, մինչև 12 շաբաթականը կարելի է, անգամ քնած վիճակում, որպեսզի կինը որովայնի վրա ինքը ասում է ես սովոր եմ փորի վրա պառկել, այստեղ մինչև 12 շաբաթականը արգանդը գտնվում է, կոչվում է փոքր կոնք եւ 4 կողմից շրջապատված է ոսկրային համակարգով մինչև 12 շաբաթականը։ Խնդրեմ, մինչև այդ կարելի է 12 շաբաթականից հետո արգանդը այդ փոքր կոնքից ոսկրերից բարձրանում է վերև։ Այո, կոսմետիկան մեր անբաժան մասն է։ Եթե կինը մինչև հղիությունը օգտագործել է, ինքը մտածում է ոնց ես կարող եմ չօգտագործել։ Շատ հանգիստ օգտագործեք։ Մեր կոսմետիկան այդպես տոքսիկ չէ եւ հանգիստ ինչպես շպարվել է կինը մինչև հղիությունը, հղիության ընթացքում էլ իհարկե պետք է շարունակի։ Հղիությունը դա կնոջ կյանքի, ես կարծում եմ, ամենագեղեցիկ ժամանակահատվածն է։ Կինը ծնվում է նրա համար, որպեսզի ունենա բալիկ։ Դա իրեն մանկածնման ֆունկցիան է, ռեպրոդուկտիվ ֆունկցիան է։ Մենք դրա համար ենք եկել այս աշխարհ։ Եվ Աստված տալիս է, որպեսզի մենք հղիանանք, մայրանանք։ Այո, մենք իրավունք ունենք գեղեցիկ լինելու, մենք այսպես էլ, թե այնպես էլ գեղեցիկ ենք նամանավանդ այդ ժամանակ, սիրելի կանայք, հանգիստ շպարվեք, ինչպես որ դուք ցանկանում եք։ Ուղղակի կա մի փոքր նյուանս, գիտեք, հղիության ընթացքում կանանց մոտ առաջանում է որոշ նյութերի նկատմամբ կարող է անգամ տհաճ զգացողություններ լինի, որոշ հոտերի նկատմամբ էլ։ Այն պարֆյումն էլ, որ իրենք օգտագործում են, օծանելիքը, որը օգտագործում էին դրանից առաջ, կարող է իրանց մոտ տհաճություն առաջանա։ Նույն այդ շպարվելու պարագաներին կարող է իրենց մոտ տհաճություն առաջանա, անգամ ալերգիկ ռեակցիաներ։ Եթե չկա այդպիսի բան, ինչ օգտագործել են մինչև հղիությունը, կարող են հանգիստ օգտագործել հղիության ընթացքում էլ եւ կերակրման շրջանում։ Ես անգամ իմ հղիներին ասում եմ, ծննդաբերեցիք, ձեր փոքրիկին տեսնելու եք, հանգիստ շպարվեք, գեղեցիկ, մաքուր, ընդունեք ձեր բալիկին։ Խնդրում եմ հղիության ընթացքում դրանցից զգուշ եղեք։ Հղիությունը դա հորմոնալ մի մեծ փոփոխություններ են։ Ցանկացած ներարկումներ կարող են որոշակի ռեակցիաներ լինեն մեր եղած հորմոնալ փոփոխության, նյութափոխանակության։ Տեսեք, օրգանիզմում մեր իմունիտետը միանգամից ընկնում է։ Նյութափոխանակությունը փոխվում է։ Հորմոնները փոխվում են, մի հորմոն նվազում է, մյուսը բարձրանում է, նրանց հարաբերությունը փոխվում են։ Եվ օտար նյութի ներարկումը կարող է օրգանիզմը սխալ ընդունել։ Ուստի այս 9 ամիս ընթացքում, մենք ասում ենք 10 մանկաբարձական ամիս, մարդիկ ասում են 9 ամսվա ընթացքում ես կխուսափեի բոտոքսի եւ մյուս ներարկումներից։
Կանայք հարցնում են, ես միշտ սիրել եմ օգտագործել սուրճ նախքան հղիությունը, հղիության ընթացքում կարելի է, թե ոչ, իհարկե կարելի է։ Տեսեք, հղիության ընթացքում մեզ մոտ տեղի է ունենում ճնշման տատանում եւ նամանավանդ սկզբից կարող է ճնշումը ընկնել։ Առանց դրա էլ կինը իրեն թույլ է զգում։ Երևի տեսել եք, որ կանայք իրենց ներվան համակարգի փոփոխության պատճառով հոգնած, ոչ թե հոգնած են լինում, դյուրագրգիռ են լինում, թույլ են լինում, լացկոտ են լինում, զգայուն են լինում, քնքոտություն է լինում, մեկ-մեկ ավելի դյուրագրգիռ են լինում կամ կարող է անքնություն լինի կանանց մոտ։ Եթե կինը անընդհատ իրեն թույլ է զգում, բայց դրանից առաջ ինքը սուրճ է միշտ խմել կամ թունդ, այդպես թեյեր է ընդունել, դուք գիտեք, որ թեյի մեջ կոֆեինը ավելի շատ է, քան սուրճի մեջ, այստեղ ոնց կարելի է արգելել, այստեղ ճնշումն իրեն մոտ ավելի կընկնի, իսկ երբ ճնշումը ցածր է լինում, այդ դեպքում մայր պտուղ արյան շրջանառությունը իջնում է։ Ուստի մենք պետք է ճնշումը պահենք միշտ նորմալ կնոջ մոտ։ Սուրճ խմել եք մինչև հղիությունը, սիրում եք սուրճ խմել, իհարկե շարունակեք։ Սննդակարգինը, սիրելի կանայք, պետք է անպայման օգտագործեք շատ բանջարեղեն, միրգ, կատնամթերք, բայց եթե կինը կատնամթերք չի օգտագործել, ենթադրենք կինը չի օգտագործել երբեք կաթ մինչև հղիությունը, նա երբեք կաթ չի օգտագործել, չի թույլատրվում սկսել կաթ օգտագործել հղիության ժամանակ, որովհետև այդ լակտոզա ֆերմենտը, որ ինքը չունի, հղիության ժամանակ դժվար կառաջանա։ Առանց դրա էլ կնոջ մոտ 80% կանանց մոտ, հղիների մոտ կա որոշակի սրտխառնոց, 80%-ի մոտ դա նորմալ է, եւ մինչև 3 փսխում օրվա մեջ մենք համարում ենք դա նորմալ, բայց եթե ինքը օգտագործեց այս սննդակարգը, որտեղ որ ասում են գիտեք կարել, պետք է, դա իրեն մոտ հակառակը կարող է պատահել, այդ սրտխառնոցը փսխումը ավելի շատացնի։ Չի կարել, ինչ որ օգտագործել է մինչև հղիությունը, դա շարունակում է հղիության ընթացքում, եթե օգտակար է։ Ալկոհոլ չի կարելի, չի թույլատրվում ալկոհոլ։ Ինչ վերաբերվում է օրինական, որ օգտագործում են հումմիս կամ հումձկնեղենը, սուշիները, մինչև 12 շաբաթականը մի քիչ զգուշ եղեք, որովհետև ասում են, որ կարող է հանկարծ լինել լավ չեփվածների մեջ, լավ չպատրաստվածների մեջ, եթե սառնարանում էլ երկար չի մնացել, նյութեր մանրեներ, որոնք որ կարող են տոքսիկ լինել թե մոր համար, թե պտղի համար։ Միրգը, որը կուզենաք, մինչև 12 շաբաթականը այն նյութերը, որոնք որ առաջացնում են գազեր, այն սննդամթերքներ, օրինակ գիտեք, սունկը կամ գիլասը, խաղողը, դրանք ավելի գազ առաջացնող են, ինչպես ասեցի, հղիության ժամանակ այդպես թուլացած վիճակում են աղիները լինում եւ երբ մենք օգտագործում ենք ավելի գազավորված, գազ պարունակող, գազ արտադրող մթերքները, ավելի ծանրություն է լինում, վքնացություն է կնոջ մոտ լինում, ուղղակի խուսափեն սկզբում, հետո կամաց արդեն ավելի կարելի է օգտագործել։ Ինչ վերաբերվում է նրան, օրինակ կինը եթե գնացել է մարզասրահ, հարց են տալիս, բա ինչ անենք, կարելի է գնալ։ Այո, կարելի է, ուղղակի։ Ուշադիր, որովհետև եթե դուք գնացել եք դրանից առաջ պրեսի համար, եթե դուք գնացել եք գանտելներով աշխատել, եթե դուք գնացել եք ուղղակի ծանրություն բարձրացը ֆիզիկականը, չի կարելի։ Կարդիովարժություններ, այստեղ զգուշ պետք է լինել։ Լողավազան, այո, խնդրեմ գնալ, ոչ մի ծանրաբեռնվածություն, այո, յոգաների են գնում, այստեղ շնչառական վարժություններ են, որ ես ձեզ ասեմ, ինքը բավականին նպաստում է հետագայում ծննդաբերելուն։ Ճիշտ շնչելը դա պետք է եւ հղիության ընթացքում, եւ ճիշտ շնչելը պետք է հղիության ընթացքում։ Հղիությունը դա, ինչպես ասում եմ, ֆիզիոլոգիական process է եւ բոլոր օրգան համակարգերում փոփոխություն է լինում։ Փոփոխություն ասելով ծանրաբեռնվածություն։ Մի քանի համեմատական բաներ ասեմ, տեսեք, արգանդը կնոջ, որը ամենաշատ փոփոխության է ենթարկվում, արգանդը նորմալ, չծննդաբերած, ոչ հղի կնոջ մոտ 7 սանտիմետրանոց մկանային օրգան է եւ կշռում է 60-ից 80 գրամ։ Ուշադիր, ծննդաբերությունից հետո
Արգանդի երկարությունը 32-33 սանտիմետր էր։ 7-8-ից մինչև 6-ից 8 սանտիմետրը դառնում է 32-ից 33 սանտիմետր։ 60-ից 80 գրամ կշռող արգանդը ծննդաբերությունից հետո կշռում է կիլոից կիլո 200-300 գրամ։ Այդ մկանային օրգանում այնտեղ հիպերպլազիա եւ հիպերտրոֆիա է առաջանում, որpիսի այդ պտղին, այդ մարդուկին տեղ լինի ապրելու 9 ամիս զարգանալու, որովհետև եթե մենք անընդհատ նույն տեղում լինենք առանց շարժման, մենք չենք աճի, մկանները ատրոֆիայի կենթարկվենք։ Այդ արգանդը այնքան պետք է մեծանա, որpիսի եւ պտուղը մեծանա, եւ քաշ հավաքի, եւ տեղ ունենա շարժումների, եւ պտղաջրերն էլ այնքան շատ պետք է լինեն, որ պտուղը կարողանա շարժվի։ Դա ապահովում է արգանդի շնորհիվ, արգանդի մկանաթելերի նոր առաջացման, այնտեղ նոր անոթներ են առաջանում եւ իհարկե առաջանում է մի նոր օրգան, որը կոչվում է պլացենտա, այդ ընկերքը, որի շնորհիվ մայրը պտղին տալիս է թթվածին, մայրը պտղին տալիս է կարևոր օգտակար նյութերը, վիտամինները, պտուղը տալիս է իր արգասիքները, այդ CO2-ը եւ ամբողջը դուրս է գալիս մոր օրգանիզմով։ Սիրտ անոթային համակարգը ինչ է տեղի ունենում։ Ոչ հղի կնոջ մոտ արյան քանակը 4.5-ից մինչև 5 լիտր է, հղի կնոջ մոտ մինչև 7-8 լիտր է։ Դե պատկերացրեք ինչպիսի ծանրաբեռնվածություն է լինում, այդ շրջանառվող արյան ծավալը շածը մեծանում է, ինչպիսի ծանրաբեռնվածություն սրտի վրա։ Արյան քանակը շատանում է, այնտեղ կա պլազմա, որը ջրային մասն է եւ մեր հատիկները, բջիջները, այդ լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, թրոմբոցիտներ, նրանք ավելանում են։ Սա գնում է նրան, որ երկաթներ է ավելանում, գնում է սա նրան, որպեսզի այդ մարդուկին լինում է այնպես, որ մի հոգի չի այնտեղ, 2-ն են, 3-ը կամ 4-ը, ճիշտ է, մարդուն բնորոշ է մի, բայց լինում է բազմապտուղ հղիությունը։ Պատկերացրեք ծանրաբեռնվածությունը ինչ շատ է։ Դա ապահովում է այդ արյան հոսքը։ Մի սիրտ, մոր սիրտը։ Արգանդը մեծանում է, դե գիտեք, այնտեղ տարբեր օրգաններ կան, այնտեղ երիկամներն են, այնտեղ աղիներն են, աղիները կողք են գնում, որտեղ արգանդը մեծանում է, ստոցանին բարձրանում է, դա սեղմվում է կնոջ թոքերին։ Թոքերի մեր շնչառական ծավալը փոքրանում է եւ կինը սկսում է ավելի հաճախ շնչել, որպիսի թթվածինը հասցնի իր պտղին։ Սիրտը այդ կարևոր օրգանը, որ վերտիկալ է տեղակայված, արգանդի շնորհիվ, արգանդի պատճառով հորիզոնական դիրք է ընդունում, բայց շարունակում է նույն ձևով արյունը մատակարարել։ Այսպիսի հզոր փոփոխություններ է տեղի ունենում օրգանիզմում։ Պտուղը ծնվելուց հետո պլացենտան պոկվում է, դուրս է գալիս, այդ ամբողջ մակերեսը արգանդի, բաց անոթներ են, բայց հզոր օրգանիզմը հասկանում է արդեն ուղեղից գալիս է ազդանիշը, որ հղիությունը ավարտվեց, ծննդաբերությունը ավարտվեց, սկսվեց հետծննդյան շրջանը, ինչ է անում օրգանիզմը, ինչ է անում արյունը, այնտեղ առաջացնում է փոքրիկ տրոմբեր, որպեսզի այդ բոլոր բաց անոթները փակվեն եւ միանգամից մի որոշ իհարկե ժամանակ ընթացքում այդ անոթները փակվում են, միանգամից ուղեղից արտադրվում է օքսիտոցին, արգանդը կրճատվում է, անոթները փակվում են եւ կինը չի արյունահոսում։ Եվ նորմալ արյան կորուստը լինում է 200-ից 400 մլ։ Ինչ է նշանակում։ Ես ասում եմ շատ հաճախ արյան կորուստը ֆիզիոլոգիական է եւ ասում են արյան կորուստ եւ ֆիզիոլոգիական անհամատեղելի բաներ են։ Ֆիզիոլոգիական, այսինքն այդ մինչև 400 մլ արյան կորուստը կնոջ համար ոչ մի բացասական ազդեցություն չի լինում։ Եթե տղամարդը կորցնի միանգամից այդքան արյուն, ինչքան կինը կորցնում է ծննդաբերության ընթացքում, իրենց մոտ անգամ կարող է հեմորագիկ շոկ առաջանալ, բայց կնոջ մոտ ոչ։ Կինը վերականգնվում է եւ կարող է մի 2-3 տարի հետո նորից ունենալ բալիկ։ Ընտանիքի պլանավորում հասկացողությունը դա մի քանի բան է։ Առաջինը, այնպես անել, որ չլինի անցանկալի հղիություն։ Լինեն ցանկալի հղիություններ եւ
իրենց միջև եղած ժամանակահատվածը ամենալավ ժամանակահատված դա 3 մինչև 3-ից 4 տարին է ինչու մինչև 1 տարին կնոջ օրգանիզմը չի հասցնում վերականգնվել ժամանակ է պետք կնոջ վերականգնման համար որովհետև ինչքան կինը առողջ լինի ուժեղ լինի այդքան նոր օրգանիզմն էլ առողջ կլինի դրա համար ժամանակահատվածը լավ կլինի մինչև 3-ից 4 տարի